Բարև ձեզ, դուք դիտում եք Հրապարակ TV-ն, ես Հայկ Ալոյանն եմ։ Այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք ռազմական եւ անվտանգային հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանին։ Պարոն Նահապետյան, շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ապրիլի 9-ին եւ 10-ին Հայաստանի եւ Իրանի զինված ուժերը անցկացնում են համատեղ զորավարժություն, իհարկե ամեն երկիր իր տարածքում էր անցկացնում, եւ զորավարժությունը հակաահաբեկչական բնույթ էր կրում։ Պարոն Նահապետյան, տարբեր տեղեկությունների համաձայն իրանական կողմը պարբերաբար թե 20 թվականի պատերազմից առաջ եւ թե հետո Հայաստանի իշխանություններին առաջարկել է տարատեսակ համատեղ զորավարժություններ իրականացնել, սակայն մերժում է ստացել։ Ինչ կատարվեց հանկարծ, որ մենք ականատես եղանք այս երկար սպասված, կարելի ասել բաղձալի համատեղ զորավարժությանը մեր բնական դաշնակցի հետ։ Ինչ որ վտանգավոր իրավիճակ էր ստեղծվել։ Նախ ճշտենք այդ հայտարարությունների հիման վրա հայկական կողմը տվել է Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր պայմանական ահաբեկչական խմբավորումներ։ Հայ-իրանական սահմանում ահաբեկչական խմբավորումներ չկան։ Եթե ներթափանցում լինի Հայաստանի կամ Իրանի տարածք, դա Ադրբեջանի զինված ուժերն ունի։ Սա արձանագրում եմ, սա առաջին, երկրորդ։ Եվ հայկական եւ իրանական կողմում զորավարժություններին մասնակցում են հատուկ նշանակության ստորաբաժանումներ։ Այսինքն գնահատում ենք, որ այդ զորավարժությունների բուն նպատակը Ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների թափանցումը կանխարգելելու կամ թափանցումից հետո շրջափակելու եւ ոչնչացնելու խնդիր է դրում։ Երրորդ փաստը հայկական կողմը իր տարածքում է անցկացնում, իրանականը իր, այսինքն իրականում փոխգործակցության մասին է խոսքը, որի տարածք որ լինի, մյուս պետությունը օգնելու է։ Դա փոխգործակցություն է կոչվում։ Արձանագրում ենք չորրորդ փաստը հայկական կողմից որևէ զինվորական լինի պաշտպանության նախարար, տեղակալներ, գլխավոր շտաբի պետ, տեղակալներ դեռևս այդ զորավարժությունների հետ կապված որոշակի գնահատականներ, նպատակի, իմաստի, տևողության, ներգրաված անձանց, զինծառայողների մասին որևիցե բան չի հայտնում։ Փոխարենը իրանական կողմից զորավարժությունների մասին փաստացի հրապարակավ խոսք է ասել Իրանի հեղափոխության պահապանների կորպուսից համակային զորքերի հրամանատարը։ Որը շատ բարձր դիրք է։ Այո, շատ բարձր, այո, ստատուս է սա։ Այսինքն զորավարժությունների լրջության եւ կարեւորության մասին է սա խոսում։ Հիմա արձանագրում ենք հաջորդ փաստը, որ եթե Ադրբեջանը հատուկ նշանակության ստորաբաժանումներ են թափանցում կամ Հայաստան տարածք կամ Իրանի տարածք, ասենք Նախիջևանից կամ Արաքսիվայրից, ապա որևէ մի կողմը հայկական կամ իրանական կողմ բացահայտելուց մյուս կողմի հետ փոխգործակցված են ոչնչացնելու այդ երկու պետությունների հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Այսինքն համատեղ ռազմական օպերացիա լինելու։ Շատ ճիշտ է, այո, համատեղ ռազմական օպերացիա իրականացվի։ Այ հիմա այս զորավարժությունների կարծում եմ բուն իմաստը այդ համատեղ ռազմական օպերացիա իրականացնելուն է ուղղված։ Պարոն Նահապետյան, իսկ ի՞նչ առիթ դարձավ։ Այսինքն ինչ որ նախադեպ եղել է։ եղել է։ Զորավարժությունը իրանական կողմը հայտարարում է, որ սա պլանավորված է։ Ես մի փոքր այլ կարծիք ունեմ։ Սովորաբար ցանկացած զորավարժություն երկու պետության զինված ուժերի մասնակցությամբ եթե տեղի ունենում, ապա վաղօրոք դրա մասին միջազգային տարբեր կառույցներ կան, որոնց իրազեկ է պահվում, որ երրորդ կամ հարևան այլ պետություններ չգնահատեն զորավարժությունների պատրվակով իրենց սահմանի մոտ զին անձնակազմի եւ տեխնիկայի կուտակումը, որը կարող են գնահատել պայմանակավորեն սպասվող ռազմական գործողությունների սկիզբ, որպեսզի նման գնահատական հարևանները չունենան, միջազգային տարբեր կառույցներ կան, որտեղ պետությունները վաղօրոք իրենց կողմից պլանավորած կամ իրենց զինված ուժերի կամ այլ պետությունների զինված ուժերի համատեղ զորավարժությունների ժամանակ նշում են անցկացման օրը կամ օրերը, անցկացման վայրը, զորավարժությունների մասնակից զին անձնակազմի քանակը, զին տեխնիկայի քանակը, զորավարժությունների նպատակը եւ իմաստը, մարտական խնդիր, այսինքն, եւ այդ զորավարժությունները կրակային են լինելու թե ոչ։ Այս բոլոր տեղեկատվությունը վաղօրոք է փոխանցվում։ Մինչև զորավարժություն սկսելը դուք լսել եք, որ հայ-իրանական սահմանում պետք է լինի զորավարժություն։ Չկա նման տեղեկատվություն։ Ուրեմն զորավարժությունը, ինչպես ասում են, իրավիճակն է թելադրել։
Այդ դեպքում մտածում ենք Իսկ ինչ է իրավիճակ։ ինչ իրավիճակ, հաշվի առնելով ներգրաված զին անձնակազմի զինվորական որակումները, այսինքն որ դրանք հատուկ նշանակության ստորաբաժանումների դեմ գործող ստորաբաժանումներ են, դա ամենայն հավանականությամբ ադրբեջանական կողմից նման ստորաբաժանումների թափանցումը կանխարգելելու, իսկ ես գնահատում եմ, որ այդ թափանցումը եղել է եւ դա է պատճառ հանցացել, որ հրատապ կարծում եմ իրանական կողմի ավելի շուտ ուրեմն նախաձեռնությամբ է զորավարժություն անցկացնում եւ ինչու եմ գնահատում, որ թափանցում եղել է, որտեղ օրեր առաջ ադրբեջանական կողմը պարբերաբար մի քանի օր շարունակ տալիս էր, որ այդ կողմերում իրենք ունեն ականի պայթյունից վիրավորներ, սկզբից զինվորականների մասներացում, հետո տվեց քաղաքացիական անձանց։ Երեկել են նման հաղորդագրություն։ Այո, ես ավելի շուտ կարծում եմ, այստեղ ոչ թե քաղաքացիական են եղել, ուղղակի բոլորն էլ զինվորական են եղել, ամենայն հավանականությամբ մի քանի խումբ է թափանցել, կամ մեր տարածք, կամ Իրանի, ես ենթադրում եմ ավելի շուտ մեր տարածք, եւ խմբերից մեկը կամ մի քանիսը հայտնվել են ականապատած դաշտում, եւ այդ ականների պայթյունը եւ վիրավորները, չբացեմ նաեւ որ զոհեր լիներ, ուղղակի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդից դա թաքցնում է, չի ասում, բայց վիրավորների մասին է, որոնք ողջ են մնացել, բայց վնասվածքներ են ստացել, մարտական կորուստներ եղել, այսպես ասենք, եւ ադրբեջանական կողմը նման տեղեկատվություն է տարածել։ Սա ինձ հուշում է այն մասին, որ այնուամենայնիվ թափանցում եղել է։ Ես չեմ բացառում, որ նաեւ որոշակի դիվերսիաներ միգուցե նաեւ արվեն, ուղղակի խմբերը կամ խումբը, որ մարտական կորուստ է ունեցել ականապատած դաշտ մտնելով, երևի թե այդ մարտական խնդիրը հետաձգվել է։ Այսինքն հետ են անջել, որտեղ կորուստներ են ունեցել, վիրավորներ, որտեղ այնուամենայնիվ իրենք քողարկված են մտել եւ այդ պայթյունները երևի եւ հայկական եւ իրանական կողմին միանգամից ձայները իրազեկել են, որ թափանցում կա եւ շատ արագ ուղղակի այդ պայթյունից հետո երևի հեռացել է։ Ես սա ենթադրություն է, բայց իմ ենթադրությունը որոշակի հիմքեր ունի։ Ես փորձեցի հիմնավորել, որ դա իրոք այդպես է, առավելս որ ներգրաված իրանական եւ հայկական կողմի զինանձնակազմը հատուկ նշանակության ստորաբաժանում դեմ պայքարող ուրեմն զինվորական ստորաբաժանումը դիպուկարներ, սակրավորներ, հա, դրանք ինչպես ասում են, բավական էֆեկտիվ աշխատում են։ Այդտեղ ռազմական տեխնիկա չի աշխատել, օթուշ չկա, հրետանի չկա, այո։ Այո։ Կոնկրետ հատուկ նշանակության։ Հայկական կողմը շատ պարզամիտ հայտարարություն է տարածել, ասելով, որ պայմանական ահաբեկչական խմբավորումներ։ Հայ-իրանական սահմանում երբևէ ահաբեկչական խմբավորումներ չեն կարող լինել։ Դա կոնկրետ Ադրբեջանի կողմից ներթափանցման փորձի բառը կարող լինել։ Լավագույն, ասենք, այսպես ասենք, եթե հայկական կողմը մտածում է, որ արևելյան կամ արևմտյան Ադրբեջանից, որը Իրանի Հանրապետության ուրեմն տարածք է եւ մարզեր են համարում, այդտեղից կարող է ինչ որ ձևով, ասենք, հակապետական գործունեությամբ զբաղվող քաղաքացիներ ինչ որ ձևով փորձեն Հայաստան մտնել, սա ուղղակի այդպես ֆանտաստիկայի ժանրից է, որ իրենք դուրս գան մեզ մոտ մտնեն, ակցիա անեն, հետո գնան, սովորական քաղաքացիական անձիկ, սա բավականին բարդ է, էլի։ Նման գործողություններ պատրաստված զինանձնակազմ է անում, եւ այս զորավարությունները սկզբունքորեն նաեւ տարածքում սահմանի պահպանություն իրականացնող սահմանապահ ուղեկալների հետ ուժեղացնելու են սահմանի այլևս ռազմական ստորաբաժանումների թափանցման փորձը կանխարգելելու ուրեմն նպատակ եւ մեր կողմից եւ իրանականից չեմ բացառում, որտեղ որոշակի զինվորական ստորաբաժանումները այնուամենայնիվ զորավարություններից հետո մնան։ Պարոն Նահապետյան, կարող ենք ասել, փաստել, որ այս զորավարժությամբ սառույցը կոտրվեց ու հետագայում ականատես կլինենք նոր զորավարժությունների Հայաստանի ու Իրանի։ Ես դժվարում եմ ասել, ցանկալի կլներ իհարկե, ցանկալի կլներ, որովհետև այնուամենայնիվ Իրանի եւ Հայաստանի սահմանը ինքը աշխարհաքաղաքական նշանակություն ունի, որովհետև դա բրիտանա-թուրքական Թուրանի այն հատվածն է, որտեղ կտրում է ցամաքային սահմանը Լիբիայի, Սիրիայի, Իրաքի, Թուրքիայի կապը Ադրբեջանի եւ Միջինասիական Հանրապետությունների ներառյալ նաեւ Չինաստանի հետ, որտեղ Չինաստանի արևմուտքում գտնվում է Ղազախստանի հետ սահմանակի Սինձին-Ուգուրյան ինքնավար մարզը, որտեղ թուրքական ծագում ունեցող ուйգուրներն են բնակվում, այսինքն պատկացեք այդ Թուրանը մինչև որտեղ է, մինչև Չինաստան է ձգվում։ Որոնք պարբերաբար ահաբեկչական ակտեր են իրականացնում։ Այո, եւ այդ առումով կոնկրետ Սյունիքը ինքը աշխարհաքաղաքական նշանակություն ունի, դրա համար Իրանը
եւ ռազմաքաղաքական ղեկավարությունը եւ գերագույն հոգեվոր առաջնորդը պարբերաբար կարմիր գիծ են դիտարկում այս սահմանում օտարերկա զորքերի ներկայությունը, որ ուղղակիորեն հարվածելու է Իրանի անվտանգությանը։ Սա իհարկե Իրանը մեզ համար չի անում իր անվտանգային խնդիրներն է լուծում, բայց ուղղակի Պետք է օգտվել հարևանի մեր շահերը իհարկե համընկնում են այդ առումով։ Առավելս որ Իրանը եւ Արցախի առաջին պատերազմում եւ 44 օրայում իրեն շատ լավ հարևանի պես է պահել, հա, մենք շատ բաներ չենք կարող ասել, բայց իսկապես Իրանը բավականին պարտաճանաչ հարևանի նման եւ իրեն էլ եւս ձեռ չի տալիս այդ Թուրան բրիտանա-թուրքական Թուրանի ստեղծումը, որտեղ դա իր համար գոյութենական խնդիր է։ 144 կիլոմետր տարածք կար, որտեղ Իրանը շրջափակված չէր ՆԱՏՕ-ի անդամ կամ իրեն ոչ բարեկամ երկրների զորքերով։ Այդ 144-ից 102-ը մենք ռազմի դաշտում կորցրեցինք։ Խոսքս Արաքսի հոտի մասին է, հա, այդ Կուբատի Զանգելան Ջեբրայել 42-44 կիլոմետր դա Մեղրի ագարակի սահմանն է, ինչ որ հիմա զորավարժություններ է գնում։ Սա Իրանի համար ստրատեգիական ճանապարհ է։ Պարոն Նահապետյան, սա կարող է զսպող գործոն հանդիսանալ Ադրբեջանի պարագայում։ Գիտեք, Ադրբեջանը սովորաբար կա վտանգ, որ Ադրբեջան ռազմական գործողություն Հայաստանի նկատմամբ իրականացնի։ Հատկապես որ Ալիևը չի բացառել ռազմական գործողությունների հավանականությունը, քանի դեռ Հայաստանը անկեղծորեն չի ցուցադրել բոլոր քայլերը, որ իրենք պատրաստ են հրաժարվել այսպես կոչված Ադրբեջանի ինչ որ Ադրբեջանի տարածքային Ուրեմն ես ասեմ այսպես, Բաքվում կարող է որոշում կայացնել Հայաստանից առավելագույնը Ադրբեջանի հետ շփման գծից վերցնել որոշակի բնագծեր։ Այն ինչպես իդեպ եղավ Սև լճում, ինչպես եղավ Իշխանասարում, ինչպես եղավ Ջերմուկում։ Այստեղ վիճարկելի է դեռևս Ադրբեջանը ասում է դա իմ տարածքն է, հայերը ժամանակին վերցրել են։ Իր ասացի մեջ կոնկրետ ոչ թե իմ նշած այդ 3 վայրերում կա, այն ժամանակ մենք էլ Ադրբեջանի զինված ուժերին իրենց արժև մարտական խնդիր ունեին, առավելագույն բարենպաստ դիրքերում հայտնվել, բարձունքների վրա, ճանապարհների վրա որոշակի վերահսկողություն ունեցող տարածքներում։ Սա շատ բնական ու նորմալ է։ Եվ եթե Ադրբեջանը ինչ որ բան վերցնում է, ժամանակին էլ մենք ենք արել, ինքը հիմնավորում է, որ դա իր տարածքն է, ինչու քանի որ Ադրբեջանը Հայաստանի միջև դելիմիտացիա, դեմարկացիա չկա արված։ Սա վերաբերվում է նաև Մեղրի այդ հատվածին, մի փոքր, այսպես ասենք, հատված իրենք կարող են Իրանից կտրել ուժով, բայց եթե Ադրբեջանը փորձի շրջաներ վերցնել բնակավայրեր, սա առաջնորդին ձեռնոց է Ռուսաստանի Դաշնությանը, որտեղ մենք Ռուսաստանի հետ 95 թվականին ունենք փոխադարձ օգնության պայմանագիր, եւ Ռուսաստանը ցանկանա թե չցանկանա, ինքը պարտավոր է այդ պայմանագրի համապատասխան դրույթները կյանքի կոչել։ Սա իրոք Ալիևի կողմից Ռուսաստանին լրջագույն ձեռնոց կլինի եւ դրանց բխող բոլոր հետևանքները, որտեղ այդ դեպքում եթե Ռուսաստանը իր պայմանագրային պարտավորությունները կատարելու է, ապա բնականաբար այդ կռվի մեջ շատ արագ մտնում է Թուրքիան, որտեղ Թուրքիան Ադրբեջանի հետ եւս ռազմական համագործակցության պայմանագրի Շուշիում, այո, ճիշտ է։ Եթե այդ 4 պետությունը մտնում են, Իրանը չի կարող ձեռնպահ եւ ինքն էլ է կողմ դառնալու։ Ավասիկ այդ պատերազմը դառնում է տարածաշրջանային պատերազմ։ Այստեղ կա մեկ շահառու, դա Բրիտանիան է։ Իր համար մեկ է թե որքան ադրբեջանցի, որքան թուրք զինվոր կզոհվի, որքան ռուս, հայ, իրանցի, դա երկրորդական է։ Բայց բնակավայրեր վերցնելու, այսինքն լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու, ինչ որ մարզեր, բնակավայրեր վերցնելու որոշումը Բաքվում չի կայացնում, ձեզ վստահաբար եմ ասում, որովհետև սա տարածաշրջանային է արդեն, ակնհայտ է, չէ։ Նույնիսկ կարող եմ ենթադրել անգամ Անկարայում չի կայացվում։ Սա Լոնդոնում է կայացվելու։ Եթե Ալիևը Լոնդոնում կայացած որոշումը փորձի կյանքի կոչել, ես չեմ բացառում, որ Ադրբեջան պետության վերջի սկիզբը կարող է լինել։ Այսինքն այդ պետությունը ինչպես արհեստական ստեղծվեց, այնպես էլ 103 տարի առաջ 104, այդպես էլ ուղղակի կարող է չլինել, որովհետև այդ տարածքներում երկու պետություն ունեն միմյանց միջև կնքված երկու պայմանագրերով տարածքների բաժանում։ Դա ցարական Ռուսաստանն էր ժամանակին եւ Պարսկաստանը 1813-ին Գյուլիստանի պայմանագրով եւ 1828-ին Թուրքմենչայի պայմանագրով, հա, վերջին պայմանագրով Նախիջևանի եւ Երևանի խանությունը ռուս-պարսկական պատերազմի հետևանքով անցավ Ռուսաստանին, իսկ 1813-ի Գյուլիստանի պայմանագրով 7 խանություն, այդ թվում նաև ամենամեծ խանությունը
Ղարաբաղի խանությունը 24000 քառակուսի կիլոմետր, որի մեջ Սյունիքն էր մտնում։ Այո։ Այնպես որ Ադրբեջանը ավելի շուտ, եթե նման քայլի գնաց, ինչ որ ժամանակավոր հաջողություն ունեցավ տեսականորեն նաև, ապա դա Ադրբեջան պետության իսկապես վերջի սկիզբը կլինի եւ այդ պետությունը ուղղակիորեն մասնատվելու է։ Ինչու՞, որտեղ Ռուսաստանի համար ստրատեգիական է հյուսիս-հարավ միջանցքը։ Այդ հյուսիս-հարավ միջանցքի 4 ճանապարհներից երկուսը անցնում է Ադրբեջանով։ Մեկը Հայաստանով էր, մյուսը Կասպից ծովով, այսինքն ջրային էր։ Եվ եթե Ադրբեջանը նման քայլ արեց, բնականաբար Ռուսաստանին այլևս Ադրբեջանը որպես ոչ վստահելի գործընկեր է դիտվելու եւ իր համար, քանի որ հյուսիս-հարավը ստրատեգիական է, որով դուրս է գալիս ուղղակիորեն Իրան, իսկ Իրանից արդեն դեպի Հնդկաստան, դեպի Արևելք, դեպի արաբական աշխարհ, Պարսից ծոցի երկրներ եւ անգամ Աֆրիկա։ Հանգուցային կետը Իրանն է։ Ուստի եւ այստեղ խաղաղություն է պետք։ Եթե Ալիևը իր փառասիրական նկարտումների եւ Բրիտանիայի ճնշմամբ турք տալով գործողություններ սկսեց լայնածավալ գործողություններ, ինչ որ ժամանակ հետո ուղղակի այդ պետության չգոյության սկիզբն է դրվելու։ Ուղղակի բաժանելու են, ես ասեն կարող եմ այսպես ասել, 3 Ուկրաինայի օրինակով փառք են 3 տալու։ պետության միջև, սա շատ բնական ու տրամաբանական է։ Դա լինելու է Ռուսաստանը, դա լինելու է մեր հարևան Իրանը եւ Հայաստանը։ Երանելի սցենար եք ասում։ Դա եթե Ադրբեջանը, բայց եթե նման գործողություն լինի, ռազմական գործողությունների թաթերաբեմի մեծ մասը Հայաստանն է լինելու, սա նաև հաշվի առեք։ Իսկ Հայաստանից բան կմնա այդ գործողությունների ավարտին։ Այդ կախված է մեր քաղաքական ռազմական էլիտայից եւ մեր ժողովրդից։ Եթե մեր ժողովուրդը ցանկացավ կռվել եւ ցանկացավ, որ պատերազմի ժամանակ Գերագույն հրամանատարը Փաշինյան Նիկոլը կամ իր զուգընկեր Աննա Հակոբյանը չլինեն, որ ես չեմ բացառում իդեպ ասեմ ձեզ, այդ դեպքում նոր իշխանությունները շատ արագ կարող են մոբիլիզացնել մեր ռեսուրսները, մեր հարևան Իրանը պատրաստ է մեզ օգնել, Ռուսաստանը ունի պայմանագրային պարտավորություններ, այնպես որ մենք կարճ ժամանակում կարող ենք, հա, պաշտպանական բնագծեր, այո, կարող են ինչ-որ տարածքներ մենք կորցնենք, մարդկային կորուստներ, սա պատերազմի այնուամենայնիվ, բայց սա Ադրբեջանի, ինչպես ասում են, վերջն է լինելու։ Եթե Ալիևը գնաց դրան։ Իսկ Ալիևը շատ պրագմատիկ քաղաքական գործիչ է պահանջում։ Բայց պրագմատիկ լինելով հանդերձ 3 չարաշնորհ Ալիևը մի կարելի է ինձ համար գոնե խիստ արտառոց հերթական այն հայտնի ադրբեջանական ինքնաթիռը երբ ընկավ Ուղևորատար ինքնաթիռ։ Ուղևորատար, այո, որտեղ զոհեր կային եւ այլն, եւ Ալիևի այդ կեցվածքը Ռուսաստանի հասցեին եւս անտրամաբանական էր, այսպես մեղադրական շեշտադրումներով պանջատիրական, փորձակնության ավարտին։ Այդ սև արկղերը դեռ չէին բացել, հետազոտություն չէ։ Հիմա պարզվեց իրականում, որ Ալիևը այդ բոլորը վաղօրոք արել էր կոնկրետ քարոզչական նպատակով, որտեղ իրականությանը չէր համապատասխանում այն ինչի մասին ինքը ասում էր, այո, որտեղ ինքնաթիռի մեջ պայթյուն էր եղել, դա առաջինը դրսի կրակոցները չէին, ուկրաինական անօթաչուներն էին հատուկ աշխատել այդտեղ, որ Գրոզնիից ռուսական հակաօդային պաշտպանությունը այդ ուղաթիռներին հարվածել եւ նրանք ոնց որ թե եկել մխրճվել են այդ կրակի դաշտ։ Ուկրաինայի պահով շատ խիստ գնահատականներ տվեց գնահատելու, որ այդ տարածքները, որտեղ ռուսական զորքն է, ասաց, որ դրանք օկուպացված են։ Ուղղակիորեն ասելով, որ Ռուսաստանը ագրեսոր է։ Այո, ագրեսոր է օկուպացված տարածքներ։ Բայց Ռուսաստանը շարունակում է ասել, որ Ադրբեջանը իրենց համար շատ կարևոր գործընկեր է։ Հիմա ես ասեմ ձեզ, հա, երբ Ալիևն նման բան ասում, սա ուղղակիորեն ձեռնոց է Ռուսաստանի ռազմաքաղաքական։ Ձեռնոց, որտեվ ասեմ այսպես, առաջին նման կեցված դրսևորեց Ալիևը, երբ ասեց, որ Հայաստանը 30 տարի ֆաշիստական պետություն է եւ ղեկավարները ֆաշիստական պետության ղեկավարներ են։ Սա եւս ձեռնոց կամ ապտակ է Ռուսաստանի ղեկավարության, ինչու՞։ Որտեվ Ռուսաստանը պայմանագրային առումով հանձնում է Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակից պետություն, հա։ Այդ դաշնակից պետության տարածք Ռուսաստանի նախագահներ են եկել, պայմանագրեր են կնքել, Հայաստանը դարձել է անկախ պետությունների համագործակցության անդամ։ Չակերտներում եթե դնենք Ալիևի գնահատած ֆաշիստական, ուրեմն ֆաշիստական Հայաստանը դարձել է ԱՊՀ անդամ, դարձել է Եվրասիական տնտեսական միության անդամ, դարձել է հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ, այդ ոնց է դառնում։ Բայց այս տեսանկյունից Կրեմլում դետարկում են այս հայտարարությունը։ Վստահաբար այո։ Գիտեք, ամեն ինչ կա քայլ նետելու, քայլ հավաքելու։ Մենք հիմա շատ բնական է նաև ձեր ռեակցիան, թե Ռուսաստանը ինչու կեցված չի դրսևորում, չի հիմա չի պատասխանում եւ այլն։ Եվ ճիշտ է, ինչ որտեղ ձեր կեցվածքը վերաբերմունքը արդարացի է, բայց ուղղակի երկու դրվագ հակիրճ ասեմ, ուրեմն ռուսական ինքնաթիռը երբ Թուրքիայի երկնքում խփվեց, հիշում եք, հա, Սիրիայի հետ հայտնի դեպքերից։ Եվ 44 օրյայի պատերազմը
իրականում մարտի դաշտում կառավարում էին Թուրքիայի գլխավոր շտաբի 3-րդ դաշտային բանակի հելամ կազմը։ Այո։ Հիմա ես երկու փաստ բերեմ։ Ուրեմն ռուսական ինքնաթիռը խփվելուց հետո մի օդաչու զոհվեց։ Այո։ Մի քանի ամիս անց Թուրքիայում մի ռազմաբազայից մյուս ռազմաբազա ավտոբուսներով տեղափոխում էր Թուրքիայի զինված ուժերի AS օդաչուները, դրանք շատ քիչ են, սովորական օդաչուներ չեն։ Եվ չգիտես ինչու այդ երկու ավտոբուսներն էլ պայթեցին։ Եվ այդ բոլոր AS օդաչուները զոհվեցին։ Ու ասում են քրդական բանվորական կուսակցություն իր վրա վերցեց, թեև ես խիստ կասկածում եմ, որտեղ այդ օդաչուներին բավական լավ պահպանություն է իրականացնում։ Այդպես պատահական։ Այսինքն մի օդաչուին տրվեց արժանի պատասխան։ Երկրորդ, 3-րդ դաշտային բանակի հելամ կազմը Թուրքիայում մի ռազմաբազայից մյուս ռազմաբազա ուղղաթիռով տեղափոխվելու ժամանակ 13 անց ուղղաթիռի տեխնիկական խոտանի պատճառով ուղղաթիռը ընկնում է, պայթում է, մեկն է ողջ մնում, բայց զոհվում է նաև 3-րդ դաշտային բանակի այն հրամանատարը, որը 44 օրյա վարել էր պատերազմը։ Այսպիսի պատահական բաներ լինում է, բայց այդ մի քիչ ավելի խորը նայենք, ոչ մի պատահական բաներ չի լինում։ Եվ հետաբար թե Ռուսաստանը երբ ու ոնց կարձագանքի, դա իր երկրի ռազմական եւ քաղաքական ղեկավարության որոշելիքն է, բայց որ նման ապտակներ Ռուսաստանի ղեկավարությունը երբեք չի մոռանալու եւ չի ներելու, ես վստահեցնում եմ։ Իսկ Ալիևին ոնց է հետ տալու։ Ինձ մեկ-մեկ որ հարցնում են, ասենք օրինակ եթե Ալիևը գործողություն սկսի, հա, ինչ կլինի։ Ու ասենք լայնածավալ ռազմական, ասում եմ երեկոյան երբ որ տիկնոջ հետ նստած իր արքունիքում այդ թեմայով ասենք որոշումը արդեն կայացվել եւ առավոտյան պետք է սկսի, ասենք երեկոյան թեյախմության ժամանակ Կասպից ծովի ռուսական նավից մի քանի կալիբր հրթիռ կարող է գա իրենց մոտ թեյախմությանը մասնակցելու։ Մի քանի հրթիռ, այդպես փորձեն նստել իր եւ փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի սեղանին, բայց դրանից հետո տխուր վերջաբան ալնելու։ Այնպես որ այս ամեն ինչը եկեք բավական լուրջ ենք նայում, որտեղ այսօր աշխարհում երկու պետություն կա, որոնք աշխարհի վերաբաժանմանն են մասնակցում։ Մեկը Ռուսաստանն է, մյուսը Միացյալ Նահանգները։ Պարոն Նահապետյան, եւ վերջին հարցը, Թրամփը երեք հայտարարել է, որ եթե անհրաժեշտ լինի, ապա պատրաստ են ուղիղ հարվածով հարվածել Իրանին։ Միևնույն ժամանակ Թրամփը նախագահական, ուրեմն քարոզարշավի ժամանակ հայտարարեց, որ ինքը լինելու է խաղաղության նախագահը, հա։ Հետո խոսում է բռնակցելու մասին, Իրանին հարվածելու մասին։ Հիմա եթե բոլորս հասկանում ենք Իրանին հարվածեցին, տարածաշրջանը պայթելու է, տարածաշրջանային պատերազմ, դե մեր վիճակն էլ չասեմ, ինչ ողբերգական է լինելու, առանց դել ողբերգական վիճակում ենք, բայց հավանական համարում եք, որ այդ հարվածը կլինի, թե այնուամենայնիվ Թրամփը ձգտելու է բանակցությունների միջոցով։ Եկեք հարվածը բացենք, հա, ռազմական տերմինաբանությամբ։ Հարվածը երկու բաղադրիչություն է, առաջինը օդային հրթիռային հարված, հետո ցամաքային զորքերի մուտք Իրան։ Ուրեմն առաջինը օդային հարվածի համար առնվազն տարբեր ռազմական լուրջ փորձագետների գնահատմամբ մոտ 500 ռմբակոծիչ պիտի մասնակցի, որոնք պիտի ուղեկցվեն կործանիչներով եւ որոնք նաեւ Իրանի մոտ 300-350 ինքնաթիռների հետ մարտի պիտի բռնվեն երկնքում։ Այսինքն նվազագույնը մոտ 1000 ինքնաթիռ։ Հիմա այդ 1000 ինքնաթիռները որտեղից պիտի թռչեն։ Օդանավականներից։ Եթե դրանք լինեն մի քանի ավիակիրի վրա, ասենք մոտ 60-70-80, հա, ավիակիրները իրանական հրթիռների համար հասանելի են, էլ չեմ ասում հուսիտների հրթիռների համար։ Վերջերս երկու ավիակիր, որոնք Կարմիր ծովում կան, խոցվել են, այս կամ այն չափով, հա։ Հետեւաբար այդ օդանավականները պետք է լինեն բավական հեռու եւ ցամաքային եւ ոչ թե ավիակիրների վրա։ Օկուպացված Արցախում կառուցված օդանավականը։ Ուրեմն 1-2 օդանավականը ոչինչ չի որոշում, 1000 ինքնաթիռ այդ օդանավականից չի թռչելու, ասենք միջինով վերցնենք մի օդանավականի վրա 50 ինքնաթիռ։ Ընդ որում նաեւ իրենց սպասարկող 50 մարտական ինքնաթիռի մասն եմ ասում։ Եվ ըստ այդմ 1000 ինքնաթիռ որտեղից եթե Իսրայելի օդանավականներից պետք է թռչեն, իսկ Իսրայելը սարբով շահառու է Իրանի դեմ ռազմական տարածությունը շատ մեծ է։ Մեծ է եւ հետ վերադառնալուց վարելիքի խնդիրներ ունեն, պետք է վերալիցկավորել։ Մեկ ինքնաթիռը վերալիցկավորող միաժամանակ երկու ինքնաթիռ կարող է լիցկավորել, վերալիցկավորել, հա։ Այդքան վերալիցկավորող ինքնաթիռներ անգամ Միացյալ Նահանգները չունի։ Էլ չեմ ասում Իսրայելը։ Հետաբար այստեղ հարց է առաջանում, բայց այդ օդանավականները որտեղ կլինեն, որտեղ ինքնաթիռները թռչեն, առանց վերալիցկավորելու մարտական խնդիր կատարեն եւ կան իրենց ելման դիրքերը։ Դա Սիրիան է։ Սիրիայի տարածքում
երբ իշխանություն զավթվեց, Իսրայելի եւ ԱՄՆ-ի համար դա մի նպատակ էր հետապնդում, Թուրքիայի համար այլ։ Իսրայելը այրով վերցրեց, որտեղ պետք է օգտագործվեր Սիրիայի եւ Իրաքի սահմանում գտնվող օդանավականները, որտեղից իսրայելական եւ ամերիկյան ինքնաթիռները պետք է օդ բարձրանային, գնային մարտական խնդիրը Իրանի նկատմամբ կատարեն եւ հետ գային։ Եվ ըստ այդմ Թուրքիան էլ տարածքը վերցրեց, որովհետև այն գործիքակազմը, որով տարածքը պետք է վերցնում էր, իրեն ենթակա իր պրոքսիներ, այդ թվում նաև ահաբեկչական խմբավորումներ, այո, եւ թուրքամանները։ Բայց հիմա խնդիրն է, որ Թուրքիայի ղեկավարը ասում է տարածքը իմն է, իմ Օսմանյան կայսրության կարևոր երկիրն է եւ ես չեմ տրամադրում։ Եվ ես վերջերս ուշադրություն դարձրեք, որ իսրայելական օդուժը սկսել է ինտենսիվ կերպով ռմբակոծել օդանավականներին մեկ եւ Թուրքիայում ներքաղաքական լարումներ, որ սկսեցին, սա պատական չի։ Այսինքն այսօր Իրանը 1000 ինքնաթիռ Իրանի դեմ Միացյալ Նահանգների Իսրայել դաշինքով օդ չի կարող անել։ Առանց դրա ցամաքային օպերացիա չի կարող լինել։ Եթե ցամաքային օպերացիա լինի, նախկինում գնահատվում է այսպես, ցամաքային օպերացիային պետական զորք չի մասնակցելու, դա լինելու էր ուրեմն Լիբիայից, Սիրիայից, Իրաքից, Թուրքիայից ահաբեկչական խմբավորումներ, որոնք լավ մարզված են, ունեն փորձառություն եւ բարձր մոտիվացիա, որոնք ամենայն հավանականությամբ առաջնորդին պետք է հարվածեին Իրանին, Իրաքից եւ Ադրբեջանից։ Բայց Ադրբեջան տեղափոխվելու համար, ասենք, նվազագույն քանակը Իրանի դեմ ցամաքային օպերացիայի 1.200.000-ից 1.500.000 անձնակազմ։ Դրա մի մասը տեղափոխվել Ադրբեջան։ Իսկ իմ նշած 4 պետություններից Ադրբեջան տեղափոխող տարածքը պետք է անցնի Հայաստանում, այս Սյունիքի միջանցքի կարևորությունը։ Սա այն դեպքում, երբ որ Թուրքիան ինքը եւս մասնակից է, որտեղ իմ նշած այդ 4 պետություններում ահաբեկչական խմբավորումներ այս կամ այն ձևով կառավարել են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի եւ արտաքին հետախուզության կողմից։ Բայց հիմա Թուրքիան այլ կեցվածք է դրսևորում։ Թուրքիան բրիտանա-թուրքական թուրանն է ստեղծում։ Իրեն 100 տարի պետք չի իր հարևան Իրանը, որ մի օր պայթի։ Առավելս որ այդ պայթյունից հրդեհի բոցերը կարող են նաև իր երկիր հասնել, ոչ թե կարող են վստահաբար հասնելու։ Եվ դրա համար հիմա լուրջ հակասություն կա Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ եւ Ադրբեջանի այսպես ասենք փոքրիկ բռնապետը փորձում է միջնորդական դերակատարում հանդես բերել, իբր փորձում է հարթել Իսրայելի եւ Թուրքիայի միջև հակասությունները։ Շատ մեծ վերջ չի իր համար։ Ես կարծում եմ, որ շուտով իդեպ Տրամպը հանդիպելու է Սիրիայի ժամանակավոր կառավարության նախկին ահաբեկիչ եւ ներկայում եւս ահաբեկիչ Ջուլիանայի հետ։ Ես կարծում եմ, որ այդ անձին Տրամպը ուղղակի բացատրել է, որ եթե Սիրիայի կառավարչին դու ես, օդանավականները տալիս ես մեզ։ Եթե դու չես, քո շեֆն է, իդեմս Էրդողանի, ապա մենք ձեր երկուսի հարցը լուծում ենք, որտեղ այդ օդանավականը մեր համար կենսական է։ Ես հիմա սա ինչի համար եմ ասում, որ եթե տեսականորեն Թուրքիան խաղից դուրս է գալիս եւ այդ ահաբեկչական խմբավորումները չեն դառնալու ցամաքային օպերացիայի հիմնական հարվածային գործիքը Իրանի նկատմամբ, այդ դեպքում հարց առաջանում, ովքեր են լինելու։ Իսրայելի բանակը չի լինելու, ամերիկյան բանակը չի լինելու, նրանք չեն մտնելու Իրան։ Ներսից որքան էլ որ փորձի հատուկ ծառայությունները Իսրայելի եւ Իրանի պայթեցնել, ասենք մի կողմից բելուժները, մյուս կողմից պուշտունները, Աֆղանստանում ինչ-որ process սկսի եւ այլն, դա բավարար չի։ Ռազմական լրջագույն օպերացիա կատարելու համար Իրանի դեմ հարձակման դա առնվազն նորցում կրկում 1.200.000-ից 1.500.000 զինանձնակազմ, բայց այդ զորքը չկա։ Դրանք ահաբեկիչները Թուրքիան հետ քայլի անում չի լինում, ով է լինելու։ Այսինքն այդ ով լինելը, ով էլ որ լինի, պետք է պատրաստվի, չէ՞։ Այսինքն դա ժամանակ է, չէ՞։ Այդ ժամանակը մեր օգտին է, չէ՞, աշխատում, վստահաբար։ Ես կարող եմ նույնիսկ ենթադրաբար կամ ավելի շուտ հավանական ասել, թե Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ում են տեսնում այդ 1.5 միլիոնից որպես բանակ, դա քրդերն են։ Եվ հիմա Իրանը բավականին ինտենսիվ հասկանում է, որ քրդական գործոն եթե աշխատի, ապա այդ առումով ինքն Թուրքիան անգամ դաշնակից են, որտեղ քրդական գործոն կա եւ Թուրքիայում եւ Իրանում։ Քրդական պետություն 4 պետությունների տարածքներում է ստեղծվելու Սիրիայի, Իրաքի, Թուրքիայի եւ Իրանի։ Այ եթե Միացյալ Նահանգներին հաջողվեց այդ 4 տարածքների վրա ստեղծել քրդական 40 միլիոնանոց, տարբեր գնահատականներով ավելի շատ, 60-80 մինչև 80 պետություն, այո, դա այն պետությունն է, որը մահակ է դառնալու Իրանի, այդ թվում նաև Թուրքիայի։ Եվ ամբողջովին փոխելու է տարածաշրջանի, այո, ուժերի հարաբերակցությունը, վստահաբար։ Բայց մի փոքր էլ եթե մի աշճան էլ բարձրանանք, թե ինչի համար է ցանկանում
Իրանը, որպեսզի Միացյալ Նահանգները, որպեսզի Իրանը, այսպես ասենք, հանձնվի, այս միջուկային համաձայնագիրը, բայց բուն խնդիրը Միացյալ Նահանգները Իրանի միջուկային ծրագիրը չի։ Բուն խնդիրը Մերձարևելքի արևելքի նավթի պաշարների արդյունարման տեղափոխման վրա 100%-ությամբ հսկողություն սահմանելն է։ Ինչու՞, որտեղ Ուկրաինայում խաղաղության եւ աշխարհում խաղաղության հաստատելուց հետո Միացյալ Նահանգները ունենալու է մեկ մրցակից՝ Չինաստան իր տնտեսությամբ, եւ Չինաստանի տնտեսությունը ծնկի բերելու ամենաարդյունավետ ձևը իր տնտեսության հիմնական սնուցող էներգիա արտադրող հումքը դա նավթն է, ընդ որում մերձարևելյան նավթը։ Եթե նավթի վրա Միացյալ Նահանգները հսկողություն են սահմանում, վստահաբար Չինաստանի տնտեսությունը հաշվված ամիսների ընթացքում Մեծ կախվածության մեջ ենք։ կարող է ծնկի բերվել։ Եվ այս առումով ռազմական առումով աշխարհում երկու պետություն Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, բայց տնտեսական առումով այդ երկու հավասարներից մեկի, եթե Չինաստանի տնտեսությունը ծնկի է բերվում, երկու հավասարներից մեկի առաջին համար դառնում է Միացյալ Նահանգները։ Ահա սա այն ծրագիրն է, որ Միացյալ Նահանգների ազգային էլիտա եւ ազգային կապիտալի ներկայացուցիչ Դոնալդ Թրամփը փորձում է կյանքի կոչել։ Մեզ մնում է հասկանալ, թե մեր անվտանգային մարտահրավերները որտեղից են առաջին հերթին գալիս եւ ինչպես պետք է չեզոքացնել, որտեղ որից է տնտեսություն, որից է բարեկեցություն խիստ ածանցյալ են, եթե երկիրը իսկապես վտանգված է։ Իսկ այսօրվա օրվա իշխանությունների ամբողջ քաղաքականությունը շատ պարզ է, շատ տրիվիալ է։ Իրենք փորձում են դառնալ Թուրքիայի, այսինքն բրիտանա-թուրքական Թուրանի մաս, որը հակոտնյա է եւ Իրանին, եւ Ռուսաստանին, ավելին ասեմ ձեզ, դա հակոտնյա է նաեւ Միացյալ Նահանգներին։ Այնպես որ Փաշինյան Նիկոլը թող Ալիևի, Էրդողանի եւ Ռիչարդ Մուրի հետ ձեռնոցն նետի Իրանին, Ռուսաստանին եւ Միացյալ Նահանգներին, տեսնենք տակ ինչ կմնա։ Իսկ ինքը փաստացի այսօր ձեռնոց է նետում։ Պարոն Նահապետյան, շնորհակալ եմ շատ հետաքրքիր եւ ինֆորմատիվ հարցազրույցի համար։ Հիշեցնեմ, այսօրվա մեր հյուրն էր ռազմական եւ անվտանգային հարցերով փորձագետ Հայկ Նահապետյանը։ Ես Հայկ Ալոյանն եմ, դուք դիտում եք Հրապարակ TV-ին, հաջողություն։